Բարև ձեզ բարեկամներ։ Փակ TV-ն եթերում է եւ կրկին ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր սովորականի պես այսօր էլ սպասում են մեր հերթական ծրագրին։ Ես պիտի ասեմ, որ ամեն անգամ, երբ մենք նոր հյուր ենք ունենում, առանձնակի այսպես ուշադրությամբ, առանձնակի հարգանքով եւ իհարկե խորին շնորհակալությամբ ենք այդ հյուրին հյուրընկալում, որովհետեւ մենք միշտ ուրախ ենք, որ մեզ մոտ գալիս են տարբեր ոլորտները ներկայացնող այնպիսի անձինք, ովքեր ասելիք ունեն։ Իսկ երբ այդ անձնավորությունը նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչն է, ավելին անչափահաս մի անձնավորություն, մեր, ինչպես ասում են, այսպես ուրախությունը կրկնակի է դառնում։ Իսկ այսօր այդպիսի անձնավորություն է հյուրընկալվել Փակ TV տաղավարում, նա ձեր էկրաններին է Գայանե Գաբրիելյան, տնտեսագիտության տեխնատու, հաղորդաշղթա, հանուն բարեգործության հասարակական կազմակերպության նախագահ։ Ողջույն։ Գայանե, բարև։ Ողջույն, պարոն Ղուշյան։ Ուրախ եմ, որ մեր տաղավարում ես, գիտես, գեղեցիկ կնոջ հետ միշտ էլ հաճելի է զրուցել, բայց երբ այդ կինը նաև խելոք է, շատ հետաքրքիր, այսպես մտածումներով է մեզ հյուրընկալվում, մենք այսպես իսկապես մեր ուրախությունը կրկնակի է դառնում։ Եվ ես նախ ուզում եմ դուք պատասխանեք այսպիսի մի հարցի. ինչ է իրենից ներկայացնում այն հասարակական կազմակերպությունը, որի հիմնադիր նախագահը դուք եք։ Նախ ես եմ ողջունում ձեզ, պարոն Ղուշյան, ձեր տաղավարում եւ ձեր դիտորդներին, եւ ուզում եմ ասել, որ ինձ համար մեծ պատիվ է եւ պատասխանատվություն է լինել ձեզ հետ, որտեղ ձեր տարիների փորձը ինձ համար մեծ արժեք է եւ ես կարծում եմ հյուրին է հետաքրքիր լինել ձեր կողքին եւ ոչ միայն ձեզ։ Ինչ վերաբերում է հաղորդաշղթա հանուն բարեգործության, փոքր արագ պետք է ասեմ, որտեղից ենք սկսել։ Դեռ երկար տարիներ աշխատելով հանրային ոլորտում ես հասկացել եմ կարևորությունը կապերի, այսինքն այն մարդիկ, ովքեր կարողանում են իրար հետ ծանոթանալ եւ այդ ծանոթությունների արդյունքում ստեղծել նոր արժեքներ։ Եվ մենք ձեռնարկեցինք 2024 թվականին, այն ժամանակ դեռ չունեինք հաղորդաշղթայի համարժեք բառը հայերեն, Seva Networking Days, այսինքն մենք Սևանում սկսեցինք համախմբել տարբեր ոլորտի մարդկանց եւ կազմակերպել այդպիսի հաղորդաշղթա օրեր, մշակութային, ֆինանսական, բնապահպանական, առողջապահական, որտեղ տարբեր ոլորտի մարդիկ գալիս են եւ մենք բիզնես ակումբի գաղափարախոսության տեսքով իրար հետ կարողանում ենք փոխանակել մտքեր։ Մի քանի անգամ նման միջոցառումներ անելուց հետո մենք հասկացանք, որ կան Հայաստանում թեմաներ, որոնք իրազեկման լուրջ կարիք ունեն։ Եվ այդ թեմաներից մեկը դարձավ հենց առնատվությունը։ Դոկտոր Միրիջանյանի հետ, Յոլյանի անաբանական եւ ռուսկաբանության կենտրոնում աշխատող իմ շատ լավ ընկերուհու հետ խոսում ենք, թե ինչ կարող ենք անել Հայաստանի եւ առհասարակ բնակչության համար եւ հասկացանք, որ շատ խոցելի թեմա ունենք, այն է առնատվությունը։ Եվ հաղորդաշղթան, որպես այնպեսին, որպես բիզնես միջավայր, որպես բիզնես ակումբ, ունեցավ նաեւ իր բարեգործական նպատակը եւ այն էր հաղորդաշղթա հանուն բարեգործության, որը նվիրված է առնատվության արշավին եւ առնատվության իրազեկմանը։ Դա իսկապես շատ կարևոր թեմա է եւ պիտի ասեմ, որ մեր ունկնդիրների համար էլ գուցե ինչ-որտեղ նաեւ անսպասելի, որտեղ այս թեմայով փաստորեն առաջին անգամ ենք մենք այսպես հանրային քննարկում ոնց որ կազմակերպում, այն էլ ասացի նման հաճելի հմայիչ անձնավորության հետ։ Գանե, գիտես, դու իսկապես շատ հետաքրքիր ճանապարհ ես անցել, չնայած բավական երիտասարդ տարիքի, հասցրել ես ունենալ 4 դիպլոմ, վերջինն էլ Սան Ֆրանցիսկոյի չէ։ Ստենֆորդի համալսարանի։ Համալսարանի դիպլոմ, որը պատիվ կբերի ցանկացած անձնավորության, առավել եւս մենք հպարտենք, որ հայուին է այդ պատվին արժանանում։ Եվ բնական է, որ դու չէիր կարող այսպես հանգիստ նստել քո տեղը։ Չնայած ասեմ նաեւ, որ չնայած այդ քո կարճ կենսագրության ընթացքում հասցրել ես զբաղեցնել նաեւ բավականին բարձր պատասխանատու պաշտոններ, ել չեմ խոսում շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից, որը դու շատ հաջողությամբ տանում ես քո աշխատանքները, բայց ինձ համար էլ անսպասելի հրաժեշտ տվիր այդ աշխատանքի, ես մտածում եմ, թե ինչու, ես հիմա հասկացա, թե ինչու, որովհետև դու հիմա մի թեմա ես ուսումնասիրում, մի թեմա ես առաջ քաշել,
արյունատմության այդ կապված խնդիրները, որը իսկապես մեր վաղվա օրն է եւ ինչ ես կարծում այն Հայաստանում ունենալու է ապագա։ Ես կարծում եմ ինձ ամենակարևոր հարցն եք հիմա տալիս։ Դուք ճիշտ եք, որ այն ճանապարհը, որ անցել եմ ես, շուրջ 15 տարիների հանրային կառավարման ոլորտում եւ գրեթե բոլոր նախարարություններում ես աշխատել եմ եւ իմ կրթությունը շարունակաբար, որը որ ստացել եմ, միշտ եղել է պետական կառավարման, ֆինանսների, տնտեսագիտության, կառավարման, առաջնորդության շրջանակներում եւ բնապահպանական կայուն կանաչ օրակարգի։ Եվ դա չէր կարող պարզապես մնալ հանրային կառավարման ոլորտի մեջ, որովհետեւ իմ գիտելիքները եւ իմ փորձը անդադ ինձ ավելի առաջ են մղում։ Ես չեմ կարողանում երկար ժամանակ մնալ մի տեղում, երբ որ ես կարծում եմ, որ ես հասել եմ ինչ-որ մի կետի, որից հետո ես պետք է ավելի հանրաքոտ գործունեություն անեմ, իմ գաղափարները անսպառ գալիս են։ Դա անկախ ինձնից է տեղ ունենում։ Եվ արյան դոնորության հարցը եւ հանրային առողջապահության հարցը ես աշխատել եմ 2014 թվականից առողջապահական ոլորտում։ Հայաստանում միակ առողջապահության ոլորտի գնումների մասնագետն եմ, որը որպես գիտական ուղղություն առաջ է տարել առողջապահական գնումները եւ աշխարհում եւս։ Եվ ես հասկանում եմ, որ առողջապահությունը այն ոլորտն է, որը բոլորին է վերաբերում։ Իսկ երբ որ մենք խոսում ենք առնատվության մասին, սա իր մեջ նաեւ մարդասիրության խոսք է։ 2023 թվականում կյանքում եղել է շրջադարձային օր։ Ես առաջինն եմ եղել իմ իմացած առաջնորդ կանանցից, հայ կառավարության ներկայացուցիչներից, ովքեր Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ելույթ ունեցա Արցախյան բլոկադայի ժամանակ։ Եվ ես մի գիշերվա մեջ իմ ելույթը փոխվել էր։ Մենք գնացել էինք խոսելու ջրային ոլորտի մասին, սա 50 տարյան ջրային մեծ ֆորում էր, եւ քանի որ ես ջրային դիվանագիտության մասնագետ եմ, water diplomacy, մենք պետք է խոսենք ջրի մասին, բայց մի գիշերվա մեջ ամբողջ օրակարգը փոխվեց, արտաքին գործերի նախարարությունից ստացանք ցուցում, մեկ գիշերվա ընթացքում փոխեցինք իմ ամբողջ ելույթը եւ այն դարձավ Արցախյան բլոկադայի այն ժամանակ դեռ օկուպացիայի մեջ էր Արցախը եւ 120,000 մարդ գտնվում էին բլոկադայի մեջ։ Դեռ չիմանալով, որ ես հղի եմ, բայց էմոցիաներս երևում են ելույթում, ես ելույթ ունեցա եւ խոսեցի հենց քաղաքական թեմայից, քաղաքական ամենաբարձր ամբիոնից, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայից, որտեղից խոսել է Կադաֆին եւ բոլոր առաջնորդները, այդ հուզմունքին գումարվել էր նաեւ Արցախյան հարցը, հիմնախնդիրը, որը մենք դեռ մեծ հույս ունենք, որ այլ կերպ կհանգուցալուծվի։ Ինձ համար շրջադարձային էր նրանով, որ ես ասացի, որ իմ գործունեությունը չի կարող սահմանափակվել միայն Հայաստանով։ Ես մեծ մասշտաբների փնտրտուքի մեջ եմ եւ ձեր նշած հարցը իմ պաշտոնի ընդհատումը եւ ոչ թե ավարտը, որտեղ ես միևնույն է պետական կառավարման ոլորտում եմ մնալու, դա իմ մասնագիտությունը եւ իմ անցած ամբողջ կյանքը, օրինակ ես չեմ կարող վաղը դառնալ կարկանդակ թխող։ Դա շատ զարմանալի կլինի, շատ։ Չնայած ինձ մոտ շատ լավ կստացվի։ Ինչպես ասեմ, որ դուք նաև շատ լավ կուլինար եք։ Այնուամենայնիվ ես կցանկանայի շարունակել իմ հանրօգուտ գործունեությունը այն ոլորտում, որով ստացել եմ կրթություն եւ փորձ։ Եվ այդ շրջադարձային հարցը իմ մեջ մնացել էր փակ։ Ես չէի հասկանում ինչ պետք է անեմ, ոնց պետք է ես գնամ առաջ եւ ինչ կարող եմ անել մեծ մասսաների համար, ոչ թե ինչ-որ կոնկրետ թիրախային խմբերի համար։ Ներշրջանակների։ Այո, եւ այս արյան դոնորության հարցը կարծես վրա հասավ ինձ, այսինքն ինքնին այդ Աստված այնպես արեց, որ մենք հայտնվեցինք մի միջավայրում դոկտոր Միրիջանյանի հետ, ինքը ինձ հարց տվեց, ինչ կարող ենք անել։ Իրեն մոտ էր այդ հարցը։ Ես աշխատել եմ Յուրյանի արյունաբանական եւ ռուսկաբանության կենտրոնում 2018 թվականին։ Այսինքն ինձ համար սա հոգեհարազատ էր։ Առաջին իսկ օրը, երբ որ մենք արեցինք, այսպես ասած, kick-off meeting-ը, առաջի միջոցառումը, ես հասկացա, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։ Շնորհակալ գործ է, մարդկանց կյանքեր փրկող գործ է, կրթող գործ է, բարություն խրախուսող գործ է եւ ամենակարևորը այսօրվա այս դաժան լրահոսի մեջ, ես այդպես կասեմ, որտեվ պոզիտիվ չկա լրահոսի մեջ, ինչ թերթում ես ամբողջը նեգատիվ, դու անընդհատ գտնվում ես ստրեսի մեջ, մենք ստեղծեցինք բարի լրահոս։ Մեր բոլոր միջոցառումները անցնում են հուզմունքի աչքերով, լացով, բայց լացը հուզմունքի, պոզիտիվ, լավ, մարդիկ փրկում են կյանքեր
եւ կրթում իրենց երեխաներին։ Ուրախության արդյունքներ ենք տեսնում։ Ուրախության արդյունքներ ենք անում եւ պոզիտիվ լրահոս ենք ստեղծում Հայաստանում Ես դեռ։ պիտի ասեմ, որ իմիջիալոց շատ կարևոր գործ եք նախաձեռնել, որովհետեւ այսօր մարդկությունը դրա կարիք ունի, հատկապես Հայաստանում այն իրավիճակը, որը ստեղծվել է, շատ տխուր է եւ ես կարծում եմ, որ ձեր արած այս քայլը շատ դրական ազդեցություն թողեց։ Թողնում է դրա, դուք շատ ճիշտ եք, պարոն Ղուշյան, տեսեք, մարդը գալիս է նախ մենք ձևավորել ենք մի ֆորմատ միջոցառման, որը մինչ այս չի եղել։ Այսինքն մարդ չի գալիս պարզապես արյուն հանձնելու։ Ձևավորվում է մեծ միջոցառում, որտեղ կա մշակույթ, բազմավորոտային ներկայացուցիչներ, մենք միայն չենք խոսում առողջապահությունից, խոսում ենք տնտեսագիտությունից, չէ՞ որ դա իմ մասնագիտությունն է, խոսում ենք ֆինանսներից, բնապահպանությունից, մշակույթ, մենք սարյանական օրեր ենք արել Սևանում, Սարյանի թորնուհուն ենք հրավիրել իր ամուսնու հետ։ Մենք արել ենք ֆինանսական օրեր, բազում ֆինանսիստներ ենք հրավիրել, քաղաքական օրեր, այսինքն իրանք բազմավորորդ են, բայց մենք արնատվությունը դարձրել ենք տոն։ Մարդիկ գալիս են հանձնելու իրենց արյունը մասնակցելով տոնին եւ երջանիկ գնում են այդ օրը իրանք փրկեցին առնվազն 3 կյանք, որովհետեւ մի մարդու տրված 400 գրամ արյունը, միլիլիտր, հա, արյունը փրկում է 3 կյանք։ Աշվարկարված է։ Այո, դուք տալիս եք ընդամենը 400, որի դիմաց ստանում եք 3 կյանք։ Դա կարծում եմ արդեն որ շատ ենք խոսում հիմա հերոսության մասին, ինձ համար հերոսությունը միակ բացատրությունն է։ Հերոսն այն մարդը, որ կարող է փրկել այլ մարդու կյանք։ Բայց դժվար չի ձեզ համար, չէ՞ որ դուք այդ գործընթացը նախաձեռնել եք մի ժամանակահատվածում, երբ ամեն օր չարություն է, չկամություն, մարդիկ մի տեսակ մեկը մյուսին թշնամանքով են վերաբերվում, բարությունը կարծես անցել է երկրորդ պլան։ Դեռ փոքրուց ինձ Աստված միշտ 2 ճանապարհ է տվել՝ հեշտ եւ դժվար։ Իմ գեները ինձ միշտ տարել են դժվար ճանապարհով։ Ես ասեմ շատ տարօրինակ զարմանալի մարդ եք։ Ինչու եք անպայման դժվար ընտրում։ Դժվարության մեջ անցնելով նախ ես կոփվում եմ եւ իմ արմատները կրկին ինձ հնարավորություն են տալիս հավատալ սեփական անձի ուժերին։ Սա շատ կարեւոր է։ Երկրորդը, որովհետեւ դժվարության միջով դու օգնում ես նաեւ այլոց, որովհետեւ շատ մարդիկ առանց իրենց սեփական կյանքի են հայտնվել այդ ճանապարհին։ Եթե ես ունեմ ընտրության հնարավորություն, այդպես է միշտ տալիս Աստված, ասում է, տես, ես քեզ տալիս եմ, այստեղ կա հեշտ ճանապարհ, գնա, կհասնես էլի շատ լավ արդյունքների, կշողոքորթես, կդառնաս շատ լավ պաշտոններ կունենաս եւ այլն։ Եվ կա դժվար ճանապարհ, կանես քո աշխատանքը, կողքից կարող է եւ փրկես ինչ որ մարդկանց, կգնաս դա բարդ ճանապարհով, կունենաս բարդ օրեր, բայց արդյունքը կլինի անգնահատելի։ Դու չես կարող համեմատել այն մարդկանց հետ, ովքեր պարզապես հանկարծակի միտեղ են հայտնվել, իրենք էլ չգիտեն թե որտեղ են հայտնվել, ինչի են իրենք այդտեղ հայտնվել ի վերջո։ Մենք այսօրվա իրականությունում մենք այդպիսի շատ օրինակներ ունենք, բայց ես գիտակցում եմ իմ տեղը, այդ ժամանակ, այդ րոպեին եւ ես գիտակցում եմ իմ անելիքը։ Այլ բան է, որ այս դժվար ճանապարհի մեջ լինում են պահեր, երբ ես ասում եմ, իսկ եթե չստացվի, իսկ եթե ինձ մոտ չստացվի, ահա բոլորը ինչ որ մի հատված կասեն, մենք գիտենք, որ ի վերջո չի ստացվի, բայց փառք Աստծո, ստացվում է։ Ոչ միայն ստացվում է, հրաշալի է ամեն ինչ գնում։ Ես իհարկե հասկանում եմ, որ դուք պատահական չեք կրթության, գիտության ոլորտի հետ ավելի շատ առնչվում, որտեղ դա ձերն է։ Դուք ձերությամբ շատ մոտ եք այդ ամենին։ Բայց ինչ հետաքրքիր ծրագրեր, նախագծեր կան կապված ոչ թե մայրաքաղաք միայն Երևանում, այլ շրջաններում էլ ունեք հետաքրքիր նախագծեր, որ ուզում եք կյանքի կոչել։ Այո, նախ այս մասը որ ասեցիք, այսօր կարծես ստացվել է իմ ինքնագովասանքի օրը, ներողություն եմ խնդրում ձեր դիտողներից, բայց կուզենայի որպես մոտիվացիա լիներ բոլոր մարդկանց, որ եթե ես կարող եմ, ապա դու էլ ես կարող։ Այս շատ լավ մոտիվացիա է միշտ ինձ համար է, ես միշտ նայում եմ ինձանից ավելի ուժեղին, ասում եմ, եթե ինքը ինձնից ուժեղ է, ինքը կարող է, ես էլ պետք է կարողանամ։ Եվ 15 տարի առաջի համալսարանը, որտեղ ես դասախոսել եմ, եղել է իմ մայր բուհը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը,
Եվ մինչ օրս ես դասախոսում եմ, շրջանակները անցել են արդեն Հայաստանի Հանրապետության սահմանները, ես երկար ժամանակ դասախոսել եմ Շանխայում եւ առաջարկներ եմ ստացել նաեւ Նյու Յորքից, դասախոսել եմ նաեւ Բրյուսելում։ Բայց միշտ վերադառնում եմ Հայաստան, որտեղ շատ եմ սիրում հայերի հետ աշխատել։ 2 օր առաջ մենք ավարտեցինք առաջին անգամ Հայաստանում ավագ դպրոցի համար մեկնարկած business negotiation, business բանակցություններ դասընթացը։ Շուկով ավարտեցինք, ավարտական առաջի դասարան էր։ Այս ամենը ասում եմ այն պարզ բանի համար, որ դուք ճիշտ եք ասում, Երևանը Հայաստան չէ, եւ մեր միջոցառումները, որոնք որ մենք առնատվության կազմակերպել ենք, արդեն անցել են Երևանի սահմանները, մենք ունեցել ենք առնատվության օր Հրազդանում, մենք արեցինք մեծ միջոցառում Սպիտակի բժշկական կենտրոնում, Լոռու մարզ, եւ հաջորդ մեր թիրախը, որը ավելի մեծ միջոցառում է, մենք 2 օրյա մեծ գիտաժողով ենք պատրաստում Գորիսում, միավորելով Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերը, 2 օր, մի օրը կլինի առնատվություն բոլոր այն մարդկանց համար, ովքեր կամ կարտահայտեն եւ ցանկություն գալ եւ արյուն հանձնել, եւ մի օրը բոլորի համար կրկին, բայց մասնավորապես բժշկական հանրության համար, միջազգային տարբեր փորձագետների, հայտնի բժիշկների եւ հայ լավ բժիշկների ուրեմն շրջանակներով մենք կազմակերպելու ենք մեծ գիտաժողով առողջապահական, փորձելով եւս մեկ անգամ իրազեկել, փորձի փոխանակում անել, հասկանալ բացելը, հասկանալ որտեղ մենք կարող ենք որպես քաղաքասարակություն անել, որտեղ պետությունը ամեն ինչ անել չի կարող եւ դա պարտադիր չէ, քաղաքասարակությունը եւս ունի իր կառավարման հնարավորությունները եւ լիազորությունները։ Մենք որպես քաղաքասարակություն ես ոչ մեկ չի արգելում վերցնել ինչ որ մի թեմա եւ առաջ մղել։ Այլ բան է, որ դրա համար իհարկե պետք են աջակիցներ եւ գաղափարակիցներ։ Մենք ձեռք ենք բերել այս ընթացքում մեր հաղորդաշղթայի շրջանակներում նման մարդկանց, բայց դրանց պակասը միշտ էլ կա, այնպես որ եթե ձեր դիտողը, ձեզ հետևողները, ձեր ալիքի, այսպես ասած, հա, ջատակովները կմիանան մեզ, դա կլինի ինձ համար մեծ պարգև, որ մենք կունենանք կրկին մարդիկ, ովքեր գաղափարակից են մեզ հետ եւ հասկանում են, որ մենք հայրենիք չունենք կորցնելու։ Դե հայրենիքից խոսեցիք, մեր հայրենիքը հիմա հայտնվել է մի այնպիսի իրավիճակում, որ նման ծրագրեր իրականացնելը իսկապես շատ դժվար է, առավել եւս, երբ դու գիտես, թե իրականում ինչ է քեզ սպասում վաղվա օրվա հետ կապված, բայց ես միշտ զարմանում եմ, որ դու երբեք չես կոտրվում, շատ համարձակ քայլերով գնում ես առաջ, ինչով ես դա բացատրում։ Արմատներով, ես մշեցու թոռ եմ։ Ես չեմ մոռանում իմ արմատները։ Շատ կարևոր են արմատները։ Այո։ Հավատում ես, հա, որ Ես հավատում եմ, որովհետև ինձ դաստիարակել են միշտ ասելով, որ դու մշեցու թոռ ես։ Ես միշտ սիրել եմ Հայաստանը, մենք ունեցել ենք հնարավորություն ապրել այլ երկրներում, հիմա էլ ունենք, բայց ես շատ եմ սիրում Հայաստանը։ Այո, մենք հիմա գտնվում ենք եւ առհասարակ աշխարհն է այսօր գտնվում ամենաանկայուն իրավիճակում իր պատմության մեջ։ Անկամ երկրորդ համաշխարհային պատերազմը ավելի կայուն վիճակ էր, որտեղ ակնհայտ պատերազմ էր, քան այն իրավիճակը, որի մեջ մենք գտնվում ենք հիմա, որտեղ հիմա ինֆորմացիոն տեղեկատվական դաշտը հնարավորություն է տալիս պատերազմներ վարել բազմավոլորտային եւ մարտի դաշտում, եւ տեղեկատվության դաշտում, եւ արդեն հասկացանք տնտեսության եւ առևտրի ոլորտում եւ առհասարակ այն կառավարիչները, այն առաջնորդները, ովքեր չեն հասկանա տնտեսության դերը պետության կառավարման հարցում, նրանք տանուլ կտան, որտեղ բոլոր պատերազմներին նախորդել է տնտեսական կոլապս, որի մեջ մենք հիմա գտնվում ենք։ այո, եւ դժվար է ասել, թե երբ ենք դուրս գալու։ Դժվար չի ասել երբ ենք դուրս գալու, որովհետև քաղաքականությունը եւ տնտեսությունը այսօր այնքան են միահյուսվել, որ քաղաքագետի եւ տնտեսագետի միաձուլումը որպես մասնագետ
կարող է տալ կանխատեսումներ եւ սցենարներ, ինչը մենք չենք անում Հայաստանի Հանրապետությունում, եւ ես դրա համար շատ ցավում եմ։ Ես բազմիցս բաց հարթակներով խոսում եմ այն մասին, որ ես ոչ մեկի հետ կիսելու բան չունեմ, ինձ համար հայը հայ է, ես ձեզ սիրում եմ, դուք հարգելի հայ եք եւ ես ամեն հարցով ուզում եմ ձեզ օգնել կամ նմանվել կամ ինչ-որ բան ձեզնից սովորել։ Եվ ինձ համար դա ամոթ չէ։ Վատ են այն հայերը, ովքեր այդ պարակտումը անում են եւ չեն հասկանում։ Տեսեք, ես երբ որ ինչ-որ մի բան եմ բաց հարթակով ասում, հետեւյալն է. սիրելի էկոնոմիկայի նախարարություն եւ էկոնոմիկայի նախարար, անկախ նրանից թե ով ես դու հիմա, որովհետեւ դու ինստիտուտ ես։ Մենք խոսում ենք նախարարի մասին։ Նախարարը ոչ անուն ունի, ոչ դեմք ունի, ոչ մի բան։ Նախարարը ինստիտուտ է։ Ես խոսում եմ ինստիտուտի հետ։ Այսօր կլինի ան, վաղը կլինի բ-ն, մյուսը կլինի գ-ն։ Կապ չունի։ Սիրելի էկոնոմիկայի նախարար, եկեք սկսենք խոսել մակրոտնտեսությունից, մակրոտնտեսագիտությունից, որովհետև նախարարը զբաղվում է մակրո կառավարչական հարցերով, ոչ թե միկրո, որովհետև դուք ունեք ավելին քան 5 փոխնախարար ձեր պորտֆելում, ովքեր զբաղվում են տարբեր ճյուղերով։ Թողեք այդ ճյուղերը պատվիրակեք այդ փոխնախարարներին, իրենք զբաղվեն դրանով։ Իսկ դուք զբաղվեք մակրոտնտեսագիտական վերլուծություններով, միավորելով կառավարության 12 անդամներին, որտեղ պատերազմներին նախորդող ժամանակաշրջանում պաշտպանության նախարարությունից ավելի կարևոր է էկոնոմիկայի նախարարությունը։ Կան երկրներ, այդ թվում հարևան Իրանը, որտեղ էկոնոմիկայի նախարարության պորտֆելը կարող է փոխվարչապետի հավասարազոր լինել կամ էներգետիկան, էլի Իրանում էներգետիկայի փոխնախարարը նաև փոխվարչապետ է։ Այսինքն կառավարման կառուցվածքը, որը այսօր մեզ համար Հայաստանում ես որպես կառավարման ոլորտի մասնագետ, ինչպես եւ 5 տարի առաջ գնահատում եմ պարտվող հաղթական կառուցվածք չունենք, այս նախարարությունների բաժանումը չի բերում ինչ որ արդյունքի, որտեղ ես տնտեսագետ եմ, մենք ունենք հասկացություն KPI, վերջնական արդյունք, ես չեմ տեսնում այս կառուցվածքի դեպքում որոնք են այն արդյունքները, որտեղ մենք գնում ենք, հա։ Սա շատ հետաքրքիր եւ երկար թեմա է, չգիտեմ ձեր դիտորդերին հետաքրքիր է թե չէ։ Տեսեք, երբ որ մենք տնտեսությունը միավորեցինք գյուղատնտեսության ոլորտը, մենք դրանով ասացինք, որ մեր տնտեսության կառուցվածքը կախված է գյուղատնտեսությունից։ Ինչի հետ ես չեմ կարող որպես տնտեսագետ չհամաձայնվել, որտեղ շուրջ 21-ից 23% ՀՆԱ-ի մեջ գյուղատնտեսությունն է զբաղեցնում։ Բայց երբ որ ես վերցնում եմ եւ ենթակառուցվածքները միավորում եմ տարածքային կառավարման նախարարությանը, ես ինչ եմ ասում, որ այս տարածքներն եմ զարգացնում։ Ինձ համար տրամաբանական է, որ ենթակառուցվածքը տնտեսության հետ է, ընդ որում էներգետիկան ենթակառուցվածք չէ, եւ մի պետություն, որի պոտենցիալը, էներգետիկ պոտենցիալը շատ մեծ է, դա ցույց տվեց արևային պանելների ծրագրերը, մենք 1000 մեգավատ անցանք, կրկնակի հզորություններ ենք հիմա փորձում ավելացնել, այսինքն բիզնեսը հետաքրքրված է, սպառողը հետաքրքրված է, անկախ նրանից քաղաքացին թե գյուղացին, եւ էներգետիկ ոլորտը դարձնել տարածքային կառավարման նախարարության մաս, որպես տարածքների զարգացման կոմպոնենտ, դա չունի ոչ մի արդյունավետություն։ Նույնը վերաբերում է ջրային ոլորտին։ Ես ջրային ոլորտի մասնագետ եմ, ավելին քան 7 տարի զբաղվում եմ տնտեսագիտական տեսանկյունից ջրային ոլորտում, իսկ շրջակա միջավայրում նաև բնապահպանական եւ դիվանագիտական։ Որպես փոխնախարար ես եմ եղել այն առաջնորդը, ով որ տարել է հայ-իրանական բանակցությունները Արաքս գետի շուրջ եւ տարել եմ 25 տարվա ընթացքում ամենահաջողակ ձևով եւ հասել եմ հաջողության։ Հիմա տեսեք, երբ որ մենք ջրային կոմիտեն դարձնում ենք ենթակառուցվածքի մաս, մենք իր ամենակարևոր կոմպոնենտը որպես ռեսուրս բաց ենք թողում։ Ջուրը ամենակարևոր գործոնը ռեսուրսն է, որը արժի փող, տնտեսագետի համար կապիտալ։ Երբ որ մենք չենք հասկանում այս արժեքները, օրինակ Կանադայում առանձին ջրային ոլորտի 2 նախարարություն կա, ոչ թե 1, այլ 2։ Իսկ մենք ջրային ոլորտը ամփոփում ենք էկոնոմիկայի նախարարությունում գյուղատնտեսության բլոկում, շրջակա միջավայրի նախարարությունում քաղաքականության մասով, այսինքն ջրային ոլորտի քաղաքականությունը մշակվում է եւ ջրային թույլտվությունների տրամադրումը, ինչը տեխնիկա է։ Ունենք նաև հիդրոմոնիտորինգային կենտրոնը, որը ՊՕԱԿ է, ինքը իր գործունեությունը անում է, եւ փաստորեն տարածքային կառավարման նախարարությունը որպես ջրային կոմիտե անուն է դնում են ենթակառուցվածքներն է, որը վերջի 7 տարվա ընթացքում անդադ թերկատարումով է աշխատում։
Մենք չենք կառուցում ջրամբարներ, շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր առաջի ջրամբարի արդեն առաջի անգամ սկսեցինք լցնել 1 շաբաթ առաջ, մեր առաջի ջրամբարը, Վեդու ջրամբարը, սա հաղթանակ է, բայց որը տևեց տասնյակ տարիներ։ Մեր հարևան Թուրքիան Արաքսի հենց սկզբում ստեղծել է երրորդ 1 միլիարդ խորանարդ մետր ջրամբար, 1 միլիարդ։ Մեր Վեդու ջրամբարի հզորությունը, ես թույլ չսխալվեմ, կապսինը հաստատ գիտեմ, 60 միլիոն խորանարդ մետր է, որից 20 միլիոնն ենք մենք հիմա անում, գերմանական ֆինանսավորման KfW-ն ֆինանսավորում է, իսկ ինչի եմ դա շեշտում, որտեղ երբ որ քեզ ֆինանսավորում է Եվրոպական բանկ կամ որևէ մի այլ կազմակերպություն, ինքը թելադրում է իր պայմանները։ Դու պետք է պահպանես բազում կոնվենցիաներ, ջուրը կիսես Ադրբեջանի հետ, հանկարծ այնքան ջուր չլցնես, որ մյուսը, իսկ երբ որ Թուրքիայի պետությունը կառուցում է ջրամբարը սեփական միջոցներով, ինքը չի պահպանում, նախ Թուրքիան կոնվենցիայի անդամ չէ, ջրային կոնվենցիայի, UNEC-ի ամենամեծ կոնվենցիաներից մեկն է ջրային։ Ինքը սարքել է երրորդ ջրամբարը, սա հզոր ջրամբարներ են, 1 միլիարդ խորանարդ մետր։ Արաքսի ջուրի գետում արդեն մենք լուրջ խնդիրներ ունենք եւ քանակի եւ որակի։ Դրանից մեր հարաբերությունները վատանում են Իրանի հետ, Պարսկաստանի հետ, որտեղ մենք սնվում ենք բոլորս։ Եվ Թուրքիան այսօր չի լցնում ջրամբարները ամբողջությամբ ոչ թե մարդասիրական հայացքներից Հայաստանի կամ Իրանի նկատմամբ, այլ Ադրբեջանն է խնդրել, որտեղ եթե Ադրբեջանը վերջինն է այս հերթականության մեջ, ինքը ամենախոցելին է։ Դրա համար ինքը բոլոր կոնվենցիաները ստորագրել է, որտեղ կոնվենցիաներով ինքն է պաշտպանվում, որ իրան ջուր տան, քանակ տան, որակ տան, չախտոտվի եւ այլ եւ այլ եւ այլ։ Ուզում եմ ասել, ջրային ոլորտը աշխարհում քաղաքականություն թելադրող ոլորտներից մեկն է։ Պատերազմների մեծ մասը աշխարհում տեղի են ունենում ջրային ռեսուրսների պատճառով։ Մենք այսօր Սյունիքում ունենք ջրային ռեսուրսների լուրջ խնդիր, անցյալ օրը վարչապետը Սյունիքում էր եւ սյունեցիները այդ հարցը բարձրացրին։ Այսինքն մենք ջրային, որովհետեւ մենք 23% ջրային ռեսուրսներից կորցրեցինք Արցախյան պատերազմում։ Ես միշտ ասում եմ, հարգելիներս, մենք բացի մարդկային ռեսուրսներից, որը անվերականգնելի է, զոհերից եւ հողից, որը անվերականգ, մենք կորցրեցինք ջրային ռեսուրսներ։ Դա սարսափելի կորուստ է։ Նույնպես անդերական։ Իսկ ով նստեց եւ հաշվարկվեց եւ վերափոխեց այն քաղաքականությունը, որը այսօր պետք է տարվի ջրային ոլորտի կառավարության մեջ դրանից հետո։ Հասկանալի է։ Պատասխան չունենք։ Լավ, հասկանալի է։ Գանի եւ նորից վերադառնանք արյունատվության այդ կարևոր հարցին, դուք հեռանկար տեսնում եք այս ոլորտում։ Այո։ Տեսեք, արյան դոնորության հարցը ինձ համար դարձավ նաև բացի տեսական եւ մարդասիրականից գիտական հարց, որը ես շատ երկար սկսեցի ուսումնասիրել։ Հայաստանի Հանրապետությունում իմիջայլոց աշխարհում այս մասում առաջի տեղ ենք գրավում, երկրորդ դրական արյունը 46%-ից ավելի բնակչություն ունի երկրորդ դրական արյուն։ Այսինքն մենք անսպառ ունենք երկրորդ դրական արյան կարիք եւ այսօր էլ եթե դուք նկատեք Յոլյանի արնաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնը հայտարարություն է հրապարակել, որ շտապ խնդրում են անհրաժեշտ է երկրորդ դրական արյուն։ Այսինքն ինչ որ հրատապ դեպք կա եւ արյունը չի բավականացնում։ Ստեղ մի քանի բան կա կայուն արնատվության գաղափար, այսինքն պետք չէ սպասել, որ վրա հասնի աղետը, կլինի երկրաշարժ, կլինի պատերազմ, կլինի ինչ-որ աղետալի իրավիճակ, մեզնից հեռու, բայց ես որպես տնտեսագետ սիրում եմ պատրաստ լինել ռիսկերի, մենք ռիսկերի կառավարումը որպես առանձին ճյուղ ենք ուսումնասիրում, պետք է փորձել ազգաբնակչության մեջ արնատվությունը որպես մշակույթ, այսինքն դու դարձել ես 18 տարեկան, քո բոլոր մնացած գործողություններից բացի դու ունես մեկ կարևոր գործ, տարին տղամարդը 5, կինը 4 անգամ հանձնել արյուն։ Հաջորդը, երբ որ մենք խոսում ենք արնատվության հեռանկարի մասին, չի ստեղծվի երբեք գիտության կողմից այնպիսի մատերիա, որը կփոխարինի մարդու արյունը։ Եթե մենք արդեն 3D պրինտերներով տպում ենք սիրտ, չգիտեմ, թոք, խոզից կարողանում ենք ինչ-որ հյուսվածքներ մարդուն տրանսպորտացիա անել, ապա արյունը չենք կարող։ Արյունը կմնա դեռ շատ երկար տարիներ, գուցե դարեր, այն բիո
մատերիալը, որը միայն մարդը կարող է իր մարդասիրական նկատառումներից տալ մյուս մարդուն։ Հաճախ ընտանիքի բոլոր անդամները լինում են տարբեր պատճառներով դոնոր ոնց որ ասած դոնոր չիրատեսական դոնոր, որտեղ չեն կարող այդ արյունը տալ, կամ հիվանդ են, կամ ունեն ինչ-որ անհամատեղելի այլ հարակից պրոցեսներ, որոնք համատեղելի չեն դոնորության հետ։ Դրա համար միայն անծանոթը կարող է դառնալ քո հարազատի կյանքի փրկողը։ Եվ շնորհակալ եմ, սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք հյուրընկալել էինք հաղորդաշարի հանուն Արյունատուության հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Գայանի Գաբրելյանին, ով առաջին անգամ էր այսօր մեր տաղավարում, բայց հավատացեք, առաջիկայում նոր առիթներ կլինեն նրա հետ հանդիպելու։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ եւ բարին ընձեզ։ Եվ պայմանավորվեցինք։ Պայմանավորվեցինք։ Սիրելի բարեկամներ, այսօր այսքանը, դուք էլ մնացեք լավատես։ Ցտեսություն։